Քաղաքացիներ մեծ Տեսեք մարդիկ ունեն կաշկանդվածություն դեռևս Իմ կանգնածների հայրը արևը չի խանգարում Խանգարում է որտեղ կանգնում Ինձ չի խանգարում, ոչ Իսկ այդ կաշկանդվածությունը ինչի՞ չվերացավ այսքան ժամանակվա մեջ Ինչ հիշում եմ կաշկանդված եմ Հեսա կանրակարգի ամեն ինչին Հարգելի լրագրողներ, հարգելի քաղաքացիներ, մենք հերթական անգամ այստեղ ենք եւ մենք համառորեն շարունակելու ենք գալ այստեղ, քանի դեռ ներդրումային խարդախությունից տուժած քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվել եւ մենք այսօր այստեղ ենք երկու հիմնական եւ կարեւոր պահանջներով, որոնցից առաջինը հետեւյալն է Պետությունը դեռևս չի ստեղծել գործուն մեխանիզմներ, հետևաբար մենք պահանջում ենք ստեղծել թիրախային ֆոնդ, որը կապահովի քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնումը եւ երկրորդ պահանջը հետեւյալն է, որ պետությունը դեռևս կիբերհանցագործությունները չկանխարգելած Պետությունը դեռևս կիբերհանցագործությունների եւ ներդրումային խարդախությունների հետևանքները չկանխարգելած, հաստորեն պետությունը հավաքագրելով քաղաքացիների հեռախոսների անհատական կոդեր, այսպես ասած, email-ները փորձում է ստեղծել մի շտեմարան, որը պարարտ հող է լինելու հետագայում կիբերհանցագործների համար եւ բացի այդ պետությունը իր գործառույթները ապահովելու համար չպետք է անհամաչափորեն վերահսկողության ենթարկի սովորական քաղաքացիներին, լրատվամիջոցներին, իրավապաշտպաններին եւ յուրաքանչյուրին։ Սա կարող է ստեղծել անհամաչափ վերահսկողության ռիսկեր, իսկ մենք դեմ լինելով սրան չի նշանակում, որ դեմ ենք կանգնում հանցագործությունների կանխարգելմանը, այլ ընդհակառակը պարզապես հանցագործությունները պետք է կանխարգելվեն միայն ու միայն որակյալ իրավական ճշգրիտ գործունեության արդյունքում եւ ճշգրիտ վարչահարության արդյունքում վարչահարությունը չպետք է ապահովի քաղաքացիների իրավունքների հաշվին եւ այս իրավիճակում մենք չենք պատկերացնում ինչ-որ մի այնպիսի ապահով համակարգ, որը խոցելի չլինի կիբերհանցագործների կողմից, հետեւաբար Մտահոգություն ենք հայտնում այդ նախագծի հետ կապված, հստակորեն ուզում ենք արտահայտվել նախագծին դեմ եւ բացի դրա վտանգներից ուղղակի ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ ուզում լինել ամեն պահի ոչ իրավաչափ ձևով եւ անհամաչափ ձևով վերահսկված, այսինքն դեռևս չստացած պաշտպանություն պետությունը մեր նկատմամբ ունի պահանջներ, ինչն էլ անընդունելի է Եվ մենք շարունակելու ենք մեր պայքարը մինչև ներդրումային խարդախությունից տուժած քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնումը, իդեպ այս մասով մենք գրություն ենք ուղարկել պետական 7 տարբեր նախարարությունների ներողություն, ուրեմն 4 նախարարությունների, կառավարությանը 5-րդ, գլխավոր դատախազությանը 6-րդ Քննչական կոմիտեին 7-րդ, դեռևս մինչ այսօր հունիսի 4-ից մինչ այսօր դեռևս ներողություն որևէ պատասխան չենք ստացել։ Իսկ ակնկալիք որ կպատասխանեն։ Ունենք ակնկալիք, ես ասեմ ինչի մեզ չեն պատասխանում, մեզ չեն պատասխանում, որովհետև չունեն պատասխաններ եւ որովհետև մենք իրենց ձեռնասուն ընդդիմությունները չենք որ մեզ ասեն դուք նախկիններ եք ձեր ժամանակ այսպես էր այնպես էր, նախկիններն էլ ասեն դուք էլ ներկաներն եք ձեր ժամանակ էլ այսպես է, մենք պարզապես իրենց ձեռնասուն ընդդիմությունները չենք, իրենք չեն պատասխանում, որովհետև իրենք չունեն պատասխան, իրենք չեն պատասխանում, որովհետև իրենք չունեն պատասխանատվություն, չեն կրում պարտականություն եւ քաղաքացիների նկատմամբ պաշտպանությունը այսօրվա դրությամբ հավասար է 0-ի եւ ելնելով վերոնշյալից առիթից օգտվելով ուզում եմ անվստահություն հայտնել քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանի նկատմամբ ինչու դա կառավարության առաջ որովհետեւ կառավարությունն է որոշել եւ կառավարությունն է նշանակել
քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, Արթուր Պողոսյանը չի տիրապետում քննչական կոմիտեի նպատակներին։ Քննչական կոմիտեի առաջին նպատակը քաղաքացիների իրավունքների վերականգնումն է եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, այլ ոչ թե պետբյուջեն լցնելը։ Փաստորեն պետբյուջեն լցվում է ներդրումային խարդախությունների հաշվին։ Հետևյալն է տեղի ունենում վերջերս քննչական կոմիտեի պաշտոնական կայքում տեսանք հերթական հայտարարություն այն մասին, որ պետբյուջե ներդրումային խարդախությունների արդյունքում պետբյուջե հոսած 670 քանի միլիոնից հետո վերջերս եւս 30 միլիոն դրամով համալրվեց, դա ուղիղ է քաղաքացիների հաշվին, դա ուղիղ քաղաքացիների իրավունքների հաշվին է։ Քննչական կոմիտեն այս քաղաքացիներին ճանաչում է տուժողի դատավարական կարգավիճակ է տալիս, բայց այդ դատավարական կարգավիճակը ուղղակի ոչինչ է, եթե քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվելու, եւ քննչական կոմիտեի աշխատանքները անարդյունավետ են։ Քննչական կոմիտեի նախագահը իրականում չի տիրապետում իրավիճակին։